Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների, հավասար է 0% տոկոսադրույք։ Մանրամասները idealsystem.am։ Ողջույն, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Շիրայր Ոսկանյանն եմ, զրուցակիցս գիտուժ նախաձեռնության անդամ, Ռոբոմարտի համահիմնադիր, տեխնոլոգիական տնօրեն Տիգրան Շահվերդյանն է։ Զրուցելու ենք Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագրից եւ դրա իրականացումից։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես, պարոն Շահվերդյան, նախ սկսենք նայած, ինչ հարցեր է լուծելու այս ռազմավարությունը, ինչ հարցերի պատասխաններ է տալու այս ռազմավարությունը, ինչպիսի ուղղություններ է կարևորում այս ռազմավարությունը եւ որն է առհասարակ այս ռազմավարության տարբերությունը նախկին ռազմավարություններից կամ ինչպես է այս ռազմավարությունը, այսպես ասենք, առանջվում կամ զուգահեռվում մեր գիտության ոլորտին վերաբերող խնդիրներին, հա, այսինքն ախտորոշենք ինչ հարցերի պատասխաններ է տալու, որ հասկանանք ինչ խնդիր է լուծելու։ Նախ ես նախկին ռազմավարություններ չեմ հիշում։ Ինքնին որ ու վաղուց կար ոնց ասում պետական ծրագրի մեջ պետք է ռազմավարություն ընդունվի։ Նախ ասեմ միանգամից որ ծրագիրը դեռ ուսումնասիրում ենք։ Հա, որտեվ բավական ծավալ ունա եւ ուզում ենք ճիշտ ոնց որ խնդիրները վերհանենք կամ եթե դրական կողմեր կա դրանք էլ ընդգծենք տենց ընդհանուր ծանոթացել ենք եւ ավելի կոնցեպտուալ խնդիր կա մեր մոտ որ մեր մոտ մենք միասնական չենք նայում գիտության եւ տեխնոլոգիաների ընդհանուր ոնց որ բնագավառին եւ չենք վերաբերվում դրան որպես երկրի կարևորագույն խնդիրների լուծման գործիքակազմ եւ նույն տվյալ դեպքում էլ հա երևում է որ ասենք այս ռազմավարությունը հիմնականում մշակվել է ԿՄՍ նախարարության կողմից իհարկե հավանաբար խորհրդակցել են մյուս նախարարությունների հետ բայց հաշվի առնելով որ մենք ունենք ինստիտուցիոնալ բացեր Հայաստանում գիտության տեխնոլոգիաների կամ հետազոտությունների եւ մշակումների պատվերի հարցում ակնհայտ է որ այստեղ ինքը իսկ բանը նույնիսկ չի կարող համապարփակ լինել այն տեսակյունից որ մենք ենք պատկերացնում իսկ ինչ ենք մենք մեր ուզածը նրանում է որ գիտության եւ տեխնոլոգիաները ծառայեն մեր երկրի հզորացմանը եւ այդ հարցում մենք եթե նայենք լիազորությունների բաշխվածությունը այս պահին տարբեր գերատեսչությունների մոտ մենք տեսնում ենք որ ունենք երկու աշխատող այդպես քիչ թե շատ աշխատող հա աշխատող մի քիչ շակերտներում մեխանիզմներ դա գիտության կոմիտեն է ճիշտ հիմա բարձրագույն կրթության գիտության կոմիտեն է ԿԳՄՍ նախարարության եւ ռազմաարդյունաբերության կոմիտեն է ԲՏԱ նախարարության ֆինանսավորման բաշխվածությունը իրենց միջև արդեն խնդրահարույց է որտեղ մենք ստացվում է մեր պետական ընդհանուր հետազոտության մշակումների ծախսերը ավելի շատ կենտրոնացած են ակադեմիական գիտության վրա որտեղ ոնց որ չափանիշը եւ թիրախը դա նոր գիտելիքի ստեղծումն է առանց նայելու դա կիրառվում է թե չէ այսինքն դες ճիշտ հասկացա գիտության ավելի մեծ ֆինանսներ են ուղղում քան առանձին տեխնոլոգիական ոլորտին չէ եկեք լավ Միքայել հետ ասեմ հա ինչի նկատում եմ մեր տեսանկյունից եթե նայում ենք հետազոտություններ եւ մշակումներ հասկացությանը կապ ավելի լայն ասեմ գիտական հետազոտություններ փորձական մշակումներ անգլերեն ասում են research and development հա իրանց միշտ փոխկապակցված են դիտարկում որովհետեւ իրանք բավականին փոխկապակցված գործունեության տեսակներ են մենք դրանք կարելի է տարանջատել 3 տեսակի հա կան ակադեմիական գիտական հետազոտություններ որոնց նպատակն է նոր գիտելիքի ստեղծում եւ դրա չափանիշներն են գիտաչափական ասենք տպագրություններ են չգիտեմ կարելի է թիրախներ դնել գիտնականների քանակի կարելի է թիրախներ դնել բանի տպագրությունների որակի բայց կամ ինչքան սարքավորում ենք ասենք գնել հա այդ ամեն ինչ իրականացնելու համար բայց եթե գալիս ենք արդեն կարիքների մասին հա այստեղ եւս երկու տեսակը կարող առանձնացնել դա այն հետազոտությունների մշակումներն որոնք իրականացվում են տնտեսական նպատակներով ավելի շատ շահույթ գեներացնելու նպատակով այսինքն մենք այդտեղ ներդնողը դա պետությունն է թե մասնավորն է կապ չունի ներդնողի նպատակը այդ գործունեության մեջ շահույթն է եւ երրորդ տեսակը անվտանգային է որտեղ անվտանգային հետազոտության մշակումներ որտեղ նպատակը հասանելիություններ ինչ որ քրիտիկական տեխնոլոգիաներին եւ ապրանքներին եւ այդտեղ ասենք չեմ ասում հասանելիություն որ կարող է շահույթը կապ չունենա կարող է շահութաբեր լինի բայց քանի որ քրիտիկականը որակավորվել
մենք դա ֆինանսավորենք, որտեղ երկրի ինքնիշխանության համար կարևոր է, հա։ Հիմա երբ որ ասում եմ, որ գերակը շռում է ֆինանսավորում ակադեմիական գիտության, այս տեսակների ոնց որ համատեքստի մեջ նկատի ունեմ, հա, այսինքն եթե մենք նայում ենք աշխարհում զարգացած կամ զարգացող երկրների ցուցակները, մենք տեսնում ենք, որ կեսից ավելը այդ տենց մի քիչ չափավոր եմ ասում, իրական 70% եւ ավելը ծախսվում է այդ տնտեսական եւ անվտանգային խնդիրների լուծման համար, մեր մոտ 90%-ը հատկացվում է ակադեմիական գիտության լոգիկա, ոնց որ լրիվ հակառակ պատկերը ունենք։ Այսինքն պրակտիկի փոխարեն ավելի շատ տեսականի վրա է լինում։ Մի քիչ ավելի པարզ բառերով կարելի է այդպես ասել, բայց մի քիչ ավելի ճիշտ եզրույթները նրանք են, որ ոնց որ ասեցի, այո, այդպես մի քիչ ավելի խոսակցական բառերով ասենք, հա։ Եվ սա շատ քրիտիկական է մեր տեսանկյունից, որովհետև վերջի վերջո ծախսվում են հարկատուների գումարները եւ կարեւոր է հասկանալ, թե ինչ ձևով է դա նպաստում Հայաստանի կարիքների բավարարմանը։ Այստեղ հատուկ ուզում եմ շեշտեմ, որ դա չի նշանակում, որ մեր համար ակադեմիական հետազոտությունների ֆինանսավորումը երկրորդական է, բայց ինքն էլ պետք է իրականացվի ըստ առաջնահերթությունների, ըստ գերակայությունների, որոնք ուղիղ կապ ունեն պետական կարիքների հետ։ Եվ երբ որ ոնց որ 90%-ով ֆինանսավորում ես ակադեմիական գիտական հետազոտությունները, երբ որ առաջին ռազմավարությունները կամ գերակայությունները դուրս են գալիս, դրանք վերաբերվում են փաստացի ակադեմիական հետազոտություններին, ինչքան էլ ուզում ես անունը դիր գիտության եւ տեխնոլոգիաների կամ ոնց որ տեքստի մեջ գրի, որ սա պետքա ծառայի մեր երկրի կարիքներին, եթե չունես այն մյուս ռազմավարությունները եւ կապը այդ ուղիղ ոնց որ կարիքների հետ, չես կարողանալու այդ գերակայությունները ճիշտ ապահովես։ Եվ մենք ցավոք այդպես էլ տեսնում ենք, հա, բացի ֆինանսավորումից մոտ 2 ամիս առաջ ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել էր իդրաֆտում այդ գերակայությունների սևագիրը, որը ցավոք սրտի որ կարդում ես, ոչ մի հղում չկա հայկական որևէ ինչ որ Հայաստանի որևէ փաստաթղթի վրա, որտեղից կարելի է իրականացնել թե Հայաստանը ինչ կարիքներ ունի, անվտանգային կամ տնտեսական, եւ բոլոր հղումները միջազգային փաստաթղթերի վրա են։ Եվ այստեղ խնդիրը նրանում չի, որ իրենք ոնց որ չեն, չգիտեմ, ինչ որ պատճառով մոռացել են այդ փաստաթղթերի մասին, ասում են, որ փաստաթղթերը չկան։ Իրականում կա մի փաստաթուղթ, որը սխալվեցի կներեք, որի վրա նույնիսկ հղում չի արվում, այլ պետական դա գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման խորհրդի, վարչապետինքից խորհրդի առաջնահերթություններ են, որի վրա գոնե կարելի է հղում անել, բայց նույնիսկ դա չկա։ Հիմա մեր խնդիրը հիմնական դրանում է, որ շատ ավելի կարևոր է, որպեսզի ոնց որ ես մի քիչ ծանոթացել ենք, հա, ուզում ասեմ ռազմություն, բայց շատ նախնական եմ ուզում որոշ բաներ զգուշությամբ ասել, որովհետև լավ պետք է համակարգային նայենք։ Այնտեղ խոսվում է ոնց որ տնտեսության հետ կապի մասին, որ պետք է խթանենք, որպեսզի կիրառության գնա այդ ամեն ինչը։ Խոսվում է նրա մասին, որ պետք է պաշտպանական նաև կարողությունների հետ կապ ունենա, բայց այս ամեն ինչը ոնց որ չի երևում նպատակից գալու ճանապարհ այնտեղ դեռ դրսևորված, հա։ Այսինքն ավելի շատ երևում է, որ մենք ոնց որ կխթանենք զարգացումը, ներդրումներ կանենք, հետո ոնց որ եթե ստացվի, դրանք ինչ որտեղ կկիրառվեն։ Հա, մեր համար շատ ավելի կարևոր է հակառակ մեխանիզմը, երբ որ մենք գալիս ենք ուղիղ կարիքները նայում ենք, հա, եւ ասենք գնում ենք անվտանգության խորհուրդը հավանաբար ունի, հա, այդ բոլոր ցուցակները ըստ իր ֆունկցիայի եւ սկսում ենք հասկանալ ինչ լուծումներ կարող ենք տալ այդ խնդիրներին եւ նաեւ նայում ենք ինչ կարողություններ ունենք եւ ինչ կարողություններ չունենք, հա, եւ դա շատ կարեւոր է, որպեսզի հասկանանք մենակ եղած կարողությունների վրա հույս դնելն էլ ճիշտ չէ, այսինքն ասենք դե որ չունենք, ուրեմն պետք չի անել, չէ, եթե մեր համար անվտանգային կարևոր է օրինակ, ուրեմն պետք է այդ կարողությունները ձևավորել, դա պետք է դառնա նաեւ ուրեմն նպատակը։ Մի նշություն էլ որ նկատել ենք օրինակ այս ռազմության մեջ, որ մենք հաճախ խոսում են պաշտպանական թեմայի մասին, հա։ Մեր մոտ պաշտպանականը ավելի շատ ոնց որ ասոցացվում է, որ խոսում ես տարբեր բաներ, մենակ ռազմականի հետ, հա։ Մեր տեսանկյունից ավելի կարևոր է խոսալ ոնց որ համապարփակ անվտանգային խնդիրների մասին։ Անվտանգային խնդիրները շատ են, հա, այսինքն այդտեղ մենակ ռազմական կարողությունները չեն, այդտեղ նաև բարենային անվտանգությունն է, հա, ջրային ռեսուրսների անվտանգությունն է, էներգետիկ անվտանգություն եւ այլ անվտանգային հարցեր, որոնք պետք է համապարփակ նայել։ Եթե շատ բարձրացված ասեմ, եթե նույնիսկ դու հնարավորություն ունես, ասենք,
քո զենքի տեսանկյունից, հա, ռազմական տեսանկյունից դիմակայելու 1 տարի, եթե չունես բավարար սնունդ, դա քեզ չի օգնելու, էլի։ Դրա համար պետք է անվտանգային խնդիրները իրար փոխկապակցված ավելի համապարփակ նայել, միասնական նայել։ Այդ տեսանկյունից դեռ այդ մոտեցումը ոնց որ չենք տեսնում էլի կառավարության մոտ։ Այսինքն այս ռազմավարությունը այդ համապարփակ անվտանգության մոտեցում չի արտացոլում։ Նախնական ասեմ, որ ես անվտանգային բառը այդ կիրառությամբ չեմ տեսել եմ պաշտպանական ոնց որ խնդիրների մասին որոշ կետեր եւ հիմնականում խոսում է ոնց որ մեր ռազմաարդյունաբերության կոմիտեի հետ համագործակցության մասին, հա, կամ համատեղ ծրագրերի մասին, իսկ ռազմաարդյունաբերության կոմիտեն ես դեռ չեմ տեսել, որ իրենք որևէ ծրագիր իրականացնեն զուտ ռազմականից դուրս, հա, այսինքն բարձր թեմաները փակ են, բայց իրենց ֆինանսավորման չափը, ֆինանսավորման նաև կատարողականը, որ նայում ենք, անցած տարի փաստացի կատարողականը 35% է։ Նախանցած տարի 17% էր։ Ասեմ, եւ հաշվի առնելով, որ հատկացված ընդհանուր հետազոտությունների մշակումների գումարի մեջ իրենց չափաբաժինը 10% է եւ դրա վրա մի հատ ավելացնում ես կատարողականը, ստացվում է, որ մենք չափազանց չնչին գումարներ ենք ծախսում պաշտպանական կարողությունների համար իրականացվող հետազոտությունների մշակումների վրա, ես չեմ պատկերացնում, որ այդ գումարի մեջ կարելի է որևէ ավելի համապարփակ թեմաների մասին խոսալ, ոչ միայն զուտ ռազմական, հա։ Մեր հիմնական խնդիրն անում է, որ մեր կարծիքով պետք է ավելի միասնական մոտեցում, հա, այսինքն հետազոտությունների մշակումների պետք է միասնական շրջանակ լինի ռազմավարական, դա կլինի մեկ ռազմավարություն, հավանաբար ոչ մի քանի ռազմավարություններ փոխկապակցված, բայց ոնց որ պետք է առաջին հերթին գալ խնդիրներից, այսինքն պետք է խնդիրներից գալ, թե մենք ինչ գիտական գերակայություններ ենք դնում։ Դե ասում են, բայց հարցն անում է ինչու դա չի լուծվում, ինչու թե օրինակ այս ռազմավարությունը այդպիսի խնդիր դրված չի, մենք դեռ չենք տեսնում։ Մենք կարող ենք հիշել բոլոր օրինակ կառավարությունները ասում են, մենք պետք է ունենանք գիտելիքահեն տնտեսություն։ Ուր է։ Մենք վերջերս վտանախարարն ասում է, մենք պետք է կոդ գրելու, չգիտեմ, երկրից վերածվենք ինչ-որ արժեք ստեղծող, արտահանող երկրի։ Հասկացանք, երբ, ինչպես։ Տեսեք, ինչու մեխանիզմներ ներդրվում են, բայց ես ելի եմ ուզում խոսամ, էլի ոնց որ մենք չենք ուզում կիսատ դեռ ոչ բան, ոնց որ միասնական մոտեցումը մենք դեռ չենք տեսնում, հա, իսկ նրանք ինչ որ տեղային ոնց որ կիսատ լուծումներ են։ Բայց խնդիրը որն է, որ այդպես է։ Այսինքն չկա վերևից խնդիր դրված չի, կոմպետենտությունը։ Վերևից խնդիր դրված չի, վերևից խնդիր դրված չի, որ գիտության եւ տեխնոլոգիաների մեջ ներդրումները պետքա ի սկզբանե ոնց որ ծառայեն եւ պետքա հիմնավորվեն կարիքների տեսանկյունից։ Հա, տեսեք, եթե մենք խոսում ենք հետազոտությունների մշակումների խթանման մասին, որի մասին շատ է խոսում ոնց որ ԲԹԱ նախարարությունը, հա, եւ նախարարը, դեռ արդյունքները ոնց որ կտեսնենք, այս նոր այս տարի որ իրականացվում է, հա, դժվարանում եմ ինչ որ գնահատական տալ, դեռ եկող տարի երևի արդյունքները པարզ կլինեն, բայց այստեղ մենք խոսում ենք էլի սա իմ ասած տնտեսական հետազոտությունների մշակումների տեսակի մեջ համարվում, հա։ Ինչքան ենք դա ներդնում, հա, ինչքանով է ներդրված մեխանիզմները արդյունավետ։ Նաև այս դեպքում առաջնահերթություններ էլ կարծես թե չկան։ Չենք տեսել առաջնահերթություն, այսինքն եթե դուք իրականացնում եք հետազոտությունների մշակումներ, խթանում ենք, շատ լավ է, հա, էլի ոնց որ դա դրական մեխանիզմ է, ոնց որ ակադեմիական գիտությունն ենք զարգացնում, էլի չենք դնում առաջնահերթություններ, որոնք ուղիղ կապ ունեն մեր երկրի հետ, հիմնվում ենք, ասում եմ, գերակայություններ, մենք տեսնենք միայն միջազգային զեկույցների վիրահեղումներ։ Այսինքն պետությունը, ասպես ասած, այդպիսի պատվեր չի իջեցնում, թե որն է երկրի համար առաջնային, հա, այդ իմաստով։ Այո, տեսեք, ոնց որ անվտանգային թեմայում այդ հարցի պատասխանը անպատասխան մարմիններ կան, մասնավորապես մեր կարծիքով ամենամեծ երևի կենտրոնացումը դրա տեղանում անվտանգության խորհրդում, հա։ Մենք չենք տեսնում որևէ մեխանիզմ աշխատող, որ այնտեղից գալիս են այդ կարիքները, դրանց հիման վրա ձևավորվում է հետազոտությունների մշակումների պետական ծրագրեր, թեկուզ գաղտնի լինի մեծ մասով, հա, դա որևէ տեղում չի արտացոլվում, հա, պետական բյուջեի, եւ դրա հիման վրա արդեն ոնց որ մրցույթներ են հայտարարվում, ինչ որ պայմանագրեր են կնքվում եւ իրականացվում է այդ աշխատանքները, որտեղ շատ կարեւոր է այստեղ նաեւ որ այդ ամենի մասնակցեն եւ գիտնականներ եւ ճարտարագետները, մեր մոտ կարծես թե այդ տարբերակումն էլ չեն տեսնում։ Դա արդեն ոնց որ լուրջ խնդրի դրսևորումն է, հա, որ իրանց
կառավարության պատկերացումով այդ խնդիրները եւ նաեւ հասարակության մոտ էլ հաճախ գիտնականները պետք է լուծեն, հա։ Երբ որ շատ մեծ տարբերություն կա գիտնականների եւ ճարտարագետների միջեւ, հա, նույն ձևով չափել ճարտարագետի արդյունավետությունը ինչ որ գիտնականի, դու ոնց որ արդյունք չես ստանա ուղղակի, որտեվ տարբեր նպատակներ են դնում, ասենք կարող է ճարտարագետը նույնիսկ տպագրություններ չունենա ընդհանրապես։ Հետո ինչ նշանակում է ինքը չի կարող լավ ճարտարագետ լինել, մենք ոնց որ կարծես աշխարհից հետ ենք մնացել այդ հարցում, էլի չենք թեթևում։ Բայց ոնց որ վերադառնալով ռազմավարությունների հարցին, հա, Պետանախարարության ծրագրերը ոնց որ տնտեսական բլոկում են, բայց մեզ շատ կարևոր օրինակ նայել թե ինչպես են այլ երկրներում այդ մեխանիզմները գործում եւ դրանց հիման վրա սովորել, հա, ինչ կարող ենք մենք անել։ Օրինակ մենք չունենք որևէ, մենք չենք տեսնում մեխանիզմ, որով ասենք կոնկրետ գումարներ են դրվում մասնավոր սեկտորում, ինչ որ գերակա ուղղություններում, որ เป զի ոնց որ բիզնեսը ել ավելի շատ հետազոտությունների մշակումներ իրականացնի։ Ծրագրերը բազմաթիվ են այդպիսի աշխարհում, եթե ոնց որ նայենք Ամերիկայի օրինակը կա SBIR ծրագիր, որի միջոցով պետությունը դրամաշնորհներ է հատկացնում տարբեր մասնավոր սեկտորում ընկերություններին, մինչև եթե չեմ սխալվում $2 միլիոն, հենց դրամաշնորհային, այսինքն իրենք մասնաբաժնի մեջ չեն մտնում, դա ինչ որ փոխառություն չի, հա, իհարկե հետևում են որ ճիշտ օգտագործվի, բայց որևէ պարտավորություն դա չի ձևավորում այդպեսին, հա, որ պետքա վերադարձվի կամ ինչ որ հետո շահույթով վերադարձվի։ Մինչդեռ այդ ռազմավարության մեջ որ ուսումնասիրում էինք, կար ներդրումային մեխանիզմների մասին խոսք, բայց գրված էր, որ մենակ կամ մասնաբաժնի մեջ մտնելով կամ եթե չեմ սխալվում, նստել բաններ փոխառության միջոցով, որը վարկային ձևով, որը էլի իսկ ասում եմ ուրիշ երկրներում դա ամեն դրամաշնորհների ձևով, հա։ Այսինքն էլի այդտեղ ինչ որ սահմանափակում ենք դնում։ Հիմա մի քանի մեխանիզմներ կա, որ մենք տեսնում ենք, որ Հայաստանում որ ընթացքի մեջ է, այսինքն նրանք դեն չեն իրագործում են առումով, որ բյուջեում տող չկա դրանց, հա, որ տեսնենք, որ պետությունը նրանք խոսքի վրա չի, այլ նաև գումար է դնում։ Դա մեկը մշակվող պետնախարարության կողմից մշակվող բարձր տեխնիկական արդյունաբերության ռազմավարական ծրագիրն է, որը ինչ որ չափով տեղավորվում է այդ ասած տնտեսական հետազոտությունների, ինչ որ չափով չէ, լավ տեղավորվում է, բայց ինքը ամբողջությամբ չի ծածկում, այդ բլոկը, այսինքն ինքը կենտրոնվում է մենակ բարձր տեխնոլոգիաների վրա, եւ այնտեղ շատ ոնց որ մինչեւ հիմա ինչ տեսել ենք, շատ այնց հիմնավորված, փաստարկված աշխատանք է տարվում, հույսով ենք, որ այդ աշխատանքը կավարտվի եւ կներդրվի, դա ինչ որ չափով կծածկի այդ տնտեսական հետազոտությունների մշակումների մասը։ Մյուս մեխանիզմը, որ այտենց ընթացքի մեջ է, բայց էլի ինչ որ շատ դանդաղ է շարժվում, դա վարչապետին գիտական տեխնոլոգիաների զարգացման խորհուրդ, որի շրջանակներում ձևավորվել է նոր Հայաստանի նորարարությունների հիմնադրամ եւ այնտեղ ընտրված են 5 առաջնահերթություններ, այդ առաջնահերթությունների շրջանակում ինչ որ ծրագրեր պետք է իրականացվեն, բայց այստեղ էլ դեռ մենք չենք տեսնում որևէ արտացոլում, որ պետությունը գումար է ներդնում, դա դեռ ընթացքի մեջ է եւ մի մեխանիզմ էլ դա սրան առնչվող դա տեզրական ռազմավարությունն է, որը էլի գիտենք, որ ընթացքի մեջ է մշակում է եւ վաղուց Հայաստանը ոնց որ պետք է ունենար, քանի որ ունի լիազոր մարմին, պետք է ունենա ռազմավարություն, բայց մինչեւ հիմա չունի։ Մի քանի փորձեր են արվել այդ ռազմավարության մշակման եւ դեռ մինչեւ հիմա չկա։ Սա էլ կունենա ինչ որտեղ կապ եւ տնտեսական եւ անվտանգային բազա թեմայի հետ։ Իհարկե, եթե նույնիսկ այս 3 մեխանիզմներն էլ իլրում են ներկուսի, որ ասացի, հա, բարձրագույն կրթության կոմիտե եւ ռազմաարդյունաբերության կոմիտե։ Եթե նույնիսկ այս 3 նոր մեխանիզմներն իլրում են ներկուսի ձևավորվեն, սա դեռ ամբողջական չի լինի մեր տեսանկյունից, որովհետեւ մասնավորապես օրինակ մենք չենք տեսնում տնտեսական հետազոտության մշակումների մասում որևէ խոսք հասարակական եւ հումանիտար գիտությունների մասին։ Այսինքն հետազոտության մշակումները մենակ STEM ուղղություններում չեն, հա։ Եվ սա շատ կարևոր է Հայաստանի համար, մենք չենք տեսնում, որ որևէ մեխանիզմներ ձևավորվեն, թեկուզ ընթացիկ են, որ պետքա ներդրումներ կատարվեն այստեղ։ Եվ ավելի կարևոր, դա անվտանգային թեմայի համապարփակ ոնց որ մոտեցում մենք չենք տեսնում։ Մենք տեսնում ենք գործող մեխանիզմ, գործող ճակերտներում, էլի ռազմաարդյունաբերության կոմիտեն, որը արդյունավետ չի ժամանակը հատկացված գումարներ ներդնում, այսինքն ներդնում է, բայց շատ քիչ է կատարողականը, չեմ ուզում ասեմ, որ ներդրված անարդյունավետ է,
այդպիսի որակավորում չեմ կարող տալ, բայց շատ քիչ նա ներդրվում, այսինքն հատկացվել է $10 միլիոն մոտապես տարեկան, նախանցած տարի ներդրել են 17%, անցած տարի 35%, դա ոնց որ մեզ համապատասխան ցուցանիշ չի, էլի։ Բայց ավելի կարևորը նա, որ անվտանգությանը մենք համապարփակ մոտեցում չենք ցուցաբերում։ Այսինքն սա մենակ էլի ռազմականի մասին է խոսքը։ Ոնց որ 4 տարի է խոսում ենք սրա մասին եւ շատ չնչին, տեղային ինչ որ զարգացումներ ենք տեսնում։ Էլի, որոնք դեռ ընթացիկ են, դեռ չեն ներդրվել։ Իսկ առաջարկներ եւ այլն լինում են, որոնք ընդունելի են լինում, այսինքն կապը նաեւ մասնագիտական, ասես ենք խմբերի հետ ոնց է։ Որոշ նեղ հարցերում, այո, մենք կարանք ասենք, որ բայց էլի սա նեղ հարցեր են։ Գլոբալ իմաստով բան չեն փոխում։ Գլոբալ իմաստով մենք դեռ չենք տեսնում, որ կա որևէ թեկուզ, չգիտեմ, միտում, որոշում, որ պետք է միասնական էս խնդիրը լուծել։ Չկա այդպիսի բան, մենք ծանոթ չենք։ Մենք վերջին տարիներին շատ ենք շփվում տարբեր որոշում կայացնողների հետ եւ կարող եմ ասել, որ գոնե այս տարի նկատել ենք, որ նախարարների մակարդակում փոխհմբռնումը ձևավորվում է, որ այսպիսի բաց կա։ Իհարկե նաև ցանկալի կլներ, որ այդ նախարարները նաև նախաձեռնողականություն երևի ցույց տան, որտեղ իրենց կառույցներում կան այդ հնարավորությունը այս մեխանիզմների մի մասը ներդնել եւ ոմանք անում են, հա, օրինակ խոսացինք որոշ ընթացիկ ծրագրեր, էլի եմ ասում, դեռ չկա փաստացի որևէ բան, որ ասես ներդրվել է արդեն եւ բյուջեում գումարը հատկացված, բացի երևի այդ մասնավոր սեկտորում մեծացնող մշակումների խթանման հարցը, որը էլի միասնական խնդրի տեսանկյունից դա փոքր եւ խնդիրը չլուծող ամբողջական չլուծող քայլ է, բայց գոնե շփումների ընթացքում մենք տեսնում ենք, որ կա ըմբռնում, որ հա մենք այսպիսի ինստիտուցիոնալ բաց ունենք, այսինքն չենք կարող մատնանշել որևէ մարմին, որ ասենք իր ֆունկցիայի մեջ է մտնում համապարփակ անվտանգային եւ տնտեսական հետազոտությունների եւ մշակումների ֆինանսավորում իրականացնել, ի լրումն այն ամեն ինչի ինչ կա, հա, խոսքը նրանում չի, որ պետք է ամեն ինչ կենտրոնացնել միտեղ։ Եվ հավանաբար խնդիրը ավելի բարձր մակարդակում է, որ պետք է ինստիտուցիոնալ բաց լրացնել, հա, հիմա մենք աշխատում ենք, որպեսզի կարողանանք ավելի բարձր մակարդակում ներկայացնել այս խնդիրները եւ հնարավոր լուծումները։ Այստեղ պետքա նախ առաջինը խնդիր դրվի, որ պետքա միասնական ռազմավարական շրջանակ մշակվի, այսինքն այս բոլոր ռազմավարությունները որ մշակվում են, մենք հաճախ շփվում ենք մարդկանց հետ, տեսնում ենք, որ դրանք առանձին են, իրար հետ բացին այնց, որ իրանք ամբողջական չեն դեռ, եթե նույնիսկ բոլորը ընդունեն։ Իրանք կարծես թե տենց առանձին են մշակվում, հա, ինչ որ մրցակցություն, իրար հետ չաշխատելու ինչ որ մշակույթ, իրար հետ աշխատելու մշակույթը թույլ է, էլի, տարբեր գերատեսչություն։ Բենեֆիտները։ Հա, այդտեղ ենք խնդիր տեսնում, բայց նրանց ինքը միասնական չի, ամբողջական չի։ Այդ խնդիրը դրված չի, երկրորդը մենք չենք տեսնում, որ այդ խնդիր դրված լինի այդ ինստիտուցիոնալ բացը լրացվել, հա, որ ինչ որ մի մարմնի նոր ստեղծվող կամ գոյություն ունեցող պետք է հանձնարարվի կոնկրետ եւ ինձ բյուջետ տրվի, որ դուք պետք է ֆինանսավորեք երկրի կարիքներից բխող անվտանգային տնտեսական հետազոտության մշակումներ, ի լրումն գոյություն ունեցող կամ նոր ձևով ֆունկցիաների, հա, չենք ասում, որ պետք է 3 օր ասցի, որ նոր ձևավորում է, պետք չէ այդ ամեն ինչը բացառել, եթե դրանք իսկապես միտում կա զարգացնելու, թող այս նոր մեխանիզմը լինի դրանց լրացնող։ Բայց այդ խնդիրը դրված չի։ Ես օրինակ բարձ բերեցի, հա, ասենք անվտանգային տարբեր խնդիրներ կան, դա պետք է միասնական դիտարկել։ Դա պետք է լինի մի կառույց, որ ունենա այդ մանդատը եւ կարողանա ուղիղ շփվել մեր անվտանգային խնդիրները իմացող, հասկացող կառույցների հետ, անվտանգության խորհուրդ կլինի, պաշտպանության նախարարություն կլինի կամ այլ նախարարություններ կլինեն, իրենցից այդ ձևակերպումները ստանա ու կարողանա շփվել գիտնականների եւ ոչ քիչ պակաս ավելի կարևոր ճարտարագետների հետ, որտեղ մենք խնդիրների լուծման մասին ենք խոսում։ Գիտնականի ֆունկցիան այլ է, գիտնականը նոր գիտելիք է ձևավորում։ Հա, ինքը պրակտիկ խնդիր չի լուծում, այդպիսի նպատակ դրված չի։ Հա, կարող է հետազոտությունը արվի այն միտումով, որ հետո դա պրակտիկ խնդիր կլուծի, բայց մեկը դա նոր գիտելիքի ստեղծում։ Այդ համայնքի հետ կարողանա շփվի եւ համատեղի, այսինքն բերի այդ երկու ոնց որ խնդրի ձևակերպումը եւ հնարավոր լուծումները իրար հետ համատեղի նոր ծրագրեր ձևավորի։ Ոնց որ այս ֆունկցիան Հայաստանում էս բան բացակայում է։ Հիմա ոնց որ մենք մեր օրակարգը դրանում ենք հասնել նրան, որպեսզի խնդիր դրվի միասնական ռազմավարական շրջանակ ձևավորվի եւ այդ խնդիր դրվի այդ
ինստիտուցիոնալ բաց լրացնել։ Հուսանք որ այդպես կլինի, որովհետև ինստիտուցիոնալ բացերը գրեթե բոլոր ոլորտներն են վերաբերում եւ շատ հաճախ պատասխանատու կամ որոշում կայացնող կամ քաղաքականություն մշակող պաշտոնյաները միշտ խոսում են այդ բացերի մասին, հա, ախտորոշման խնդիրները, որ նաեւ մասնագիտական համայնքներն են միշտ ախտորոշում եւ լուծումների առումով միայն հիմնականում լսում ենք այն խոչընդոտների մասին, որոնք առկա են այդտեղ։ Շնորհակալ։ Գիտեք, մի բան ավելացնեմ, էլի, այստեղ հարցը ինչ-որ երկրորդային նշանակության բանի մասին չի։ Սա ինքնիշխանության ապահովման կարևորագույն մեխանիզմներից մեկն է, եթե նայեք ցանկացած ինքնիշխան պետություն, իրենք ունեն իրենց ինքնիշխան կարիքներից բխող, ոնց որ հետազոտությունների մշակումների ֆինանսավորման մեխանիզմներ։ Հայաստանը մեր խնդիրն է, որ մենք անկախանալով խորհրդային միությունից մենք չենք ունեցել այդ մեխանիզմները եւ մեր քաղաքական միտքը տենց արագ չի հասունացել, որ հասկանա, որ սա ցանկացած ինքնիշխան պետության կարևորագույն ֆունկցիաներ են։ Հա, մենք այն մեխանիզմները, որ ունենք, երկուսը որ ասացի, ձևավորվել են անկախացումից շատ ուշ, հա, Միության կոմիտեն, եթե չեմ սխալվում, 2007 թվականին է ձևավորվել, դա 16 տարի է անկախացումից հետո, հա, Ռազմաարդյունաբերության կոմիտեն 2016 թվականին 25 տարի է դա, եւ դեռ ամբողջական չենք ձևավորել։ Հա, մենք պետք է շտապենք այս հարցում, որովհետեւ եթե մենք անդադ խոսում ենք ինքնիշխանություն եւ դրա ապահովման մասին, դա անհնար է իրականացնել այդ պետության մրցունակության ապահովումը եւ, ասենք, անվտանգային ուղղությամբ եւ տնտեսական, հա, ոնց որ չափականության մեջ, ոնց որ շատ կարեւոր է, որպեսզի մենք այս մեխանիզմները ներդնենք, ունենանք մեր կարողությունները, չեմ ասում ուրիշների չհամագործակցենք, բայց նաեւ ունենանք մեր կարողությունները, մեր խնդիրները լուծելու։ Դա շատ կարեւոր է, որտեղ եթե դու ամբողջությամբ լինես կախված, դա ինքնիշխանություն չի, էլի։ Դրա օրինակը մենք տեսել ենք։ Շնորհակալություն։ Զրուցակիցս Տիգրան Շահվերդյանն էր, գիտուժ նախաձեռնության անդամ, Ռոբոմարտի համահիմնադիր, տեխնոլոգիական տնօրեն։ Ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք առաջինի հետ։